Վերջերս օրեր ինչ վերջերս երկու օր առաջ Ռուբեն Բաբայանը Մարիամ դա ցուցադրեք 1 վայրկյան է ընդամենը Ռուբեն Բաբայանը առաջարկեց որ ուրեմն հիմա մի հատ լսենք այս թուրիմացությանը ընդամենը ինչ առաջարկում է շատ հետաքրքիր առաջարկ արեց նաև Լարիսա Ալավերդյան ասեց դենաս մեզ տանում է բան մեզ տանում է ասեց միջնադար եւ ինչ առաջարկեց ինչ անել ինկվիզիցիա միջնադարյան Ես սա Միքայել Սրբազանի վերաբերյալ կապտոն խիստ ամբողջ խոսելու համար 2 տարեկան եւ այդ տեսակետից միգուցե դու դեռնանաս բայց կարաջարկի ներմուծել Իրանից Աջավիչով իրական փետերով խփել Չէ, ինչի գործ չեն սարքում, շատ հետաքրքիր է։ Հիմա ասենք դու պատկասես ես ասեին առա։ Ոչ իմա պատմում ստացվեց։ Եվ կարծում եմ մեր շատ ամբողջ խոսողները, եթե իմանային որ նման պատիժ գոյություն ունի հայ դիպատավորում, կխուսափեին դրանից։ Ոչ մի անգամ կնշանակեր 10 դիպոտ, մյուս անգամ 15, մյուս անգամ հրապարակային դիպատավորում, ոչ դրանից հետո քո քաղաքական հայացքներ արտահայտել։ Ուրեմն սա այս բանձիկով բաբչկայով անձնավորությունը, որտեվ կարծում եմ շատերը չեն ճանաչելու, ինձ էլ հարցնում էին, երբ որ իմեջում տեղադրեցի, թե սա ով է, հա, դե բնակչության մեծ մասը չի ճանաչում, սա, ուրեմն սա, հենց սա, որտեվ ինքը ով չի, ինքը սա է, սա Հայաստանի Տիկնիկային թատրոնի երկարամյա ղեկավարն է, Սորոսի, ուրեմն ակտիվ ներկայացուցիչներից մեկը, ով խորհրդի անդամ, ով էս հայտարարությամբ կատարել է ըստ էության քրեական հանցագործություն, որովհետև կոչ անելով ճիպոտահարել այո, սա կոչ անելով Ռուբեն Բաբայանը Սորոսի խորհրդի անդամ ուղիղ եթերով հանրայինի մեր եւ ձեր հարկերից վարձատրվող սնվող հանրայինի եթերում կատարել է քրեական հանցագործություն, կոչ արել ճիպոտահարել Միքայել Սրբազանին, ավելին վիրավորել է Սրբազանին 2 հոդված, մեկը ուրեմն բռնության կոչ ճիպոտահարել, երկրորդը վիրավորանք, ասելով ամբախ զամբախ խոսում է եւ ամբախ զամբախ խոսացողին պետքա ինչպես Իրանում ներմուծել այդ ճիպոտահարման ինստիտուտը եւ ճիպոտահարել։ Հիմա եկեք տեսականորեն պատկերացնենք, որ հենց հիմա այս եթերից ես ու Տիկին Թովմասյանը կոչ անենք օրինակ ճիպոտահարել ամբախ զամբախ խոսացող Ռուբեն Բաբայանին, ինչ կլինի 10 րոպե հետո այս եթեր կմտնեն քննչական կոմիտեից եւ կասեն լավագույն դեպքում տեսնելով որ կինենք քաղաքավարի կհրավիրեն, ասելով որ ուղիղ եթերում հնչել է բռնության կոչ, բայց եթե Արմեն Գրիգորյանի նման լինի, մի հատ բոլոր տեսախցիկների առաջ կբանկանեն, նվաստացնելով կարանեն հանրայինով ցույց կտան, փաստորեն այս մարդը հնչեցնում է բռնության կոչ, ասելով որ պետքա ճիպոտահարել Միքայել Սրբազանին, որտեղ ինքը ամբախ զամբախ խոսել է։ Այս մարդը Ռուբեն Բաբայան Սորոսի խորհրդի անդամ հարց իրավապահ համակարգ մարդը բռնության կոչ է անում ճիպոտահարելը Իրանի քրեական օրենսգրքով ընդունված պատժի միջոցա ճիպոտահարել հետո եթե դա չի օգնում տանել կախաղան բարձացնել այս մարդը ըստ էության բռնության կոչ է անում եւ երկրորդ Սրբազանին վիրավորում է ասելով որ լավ բարձրագույն ֆանտաստիկ կրթություն ստացած Միքայել Սրբազանը ամբախ զամբախ խոսում է ինչի էս մարդը չի հրավիրվել քննչական, այո, ինչի չի հրավիրվել քննչական բռնության կոչի համար։ Կրկնում եմ, մենք այստեղից կոչ անեինք ճիպոտահարել Ռուբեն Բաբայանին, շալվարը իջացնելու ճիպոտահարել 3 վայրկյան հետո մենք այլևս կհրավիրվեինք քննչական որևէ քաղմաս բռնության կոչի համար եւ մարդու արժանապատվությունը նվաստացնելու համար։ Սա է, չէ, իրավապահ համակարգ ձեր երկակի ստանդարտները Facebook-յան գրառման համար իրավապաշտպան եք պարկացնում Պոլին ես չգիտեմ ինչի համար Դալմայի ավտոկայանատեղիում 4 հոգի ծեծում են քաղաքագետ Միրան Հակոբյանի եւ ինչ եղավ հարգելի հայրենակիցներ ուրեմն այդ 4-ին գտան ովքեր 4-ին էլ գտան շատ արագ ովքեր ծեծել են
ջարդել են Միհրան Հակոբյանի քիթը, ջարդած քիթը համարվել է թեթև մարմնական վնասվածք եւ 4-ին էլ դատարանի դահլիճից ազատ են արձակել։ Բա որ այդ բանդայից մեկի նկատմամբ անեին, բանդա ես չեմ ասում, այդ սրբազաններ իրանց որակավորությունը բանդա է, բա որ այդ բանդայի անդամներից մեկի ջարդեին, հիմա ինչ էր արել այս կտանեին քիթ ջարդելը, ջարդված քիթը դա ծանր ուրեմն մարմնական վնասվածք է եւ դա ենթադրում է մի քանի տարի ազատազրկում, այսինքն քաղաքագետին 4 հոգի դիմակավորված հետևից քաղաքագետի ազգային ժողովի նախկին падգամավորի, հա, ես մոռացել էի, ուրեմն տարել են մեդիա կամպանիայի նաև 4 աներից տնօրեններից տերերից մեկը մի մոռացեք, որ նաև այդպիսի անձ է։ Այո, ուրեմն 4 հոգի հարձակվում են շակալի նման հետևից։ Այո, եթե 4-ը մեկի վրա դուք շակալ եք։ Այո, թիկունքից հարձակվում են միայն շակալները, միայն գիշատիչ բորենիները։ Դիմակավոր հարձակվում են դիմակներով, ջարդում են նախկին падգամավոր Միհրան Հակոբյանի քիթը, դատարանը դա համարում է թեթև վնասված, այո, գլխին են հարվածում եւ այլն, եւ դատարանի դահլիճից այդ անձինք 4-ներ, որին շատ արագ գտել են։ Ուրեմն դու ինչն ես խրախուսում Նիկոլ, բռնություն, սպանություն, սամասուտ, կարող ենք ասել, որ խրախուսում ես։ Ինչ նորություն կա Փարաքյալի համայնքապետից։ Ոչ մի։ Ահա, ուրեմն ինչ եք անում դուք, խրախուսում եք։ Հիմա տեսեք, այս թեման մենք անցանք, բայց Մեհեր Մկրտչյանը լավ էր գրել, ճիպոտահարող գազան տղամարդը, էդ իզուր փոխեցիր Մարիամ նկարը։ Սերժ Սարգսյանի օրոք նրա հայացքը փնտրելուց հալվում էր, միայն բանտիկներ երևում, Ռուբեն Բաբայանի մասին ասում։ Հիմա առաջարկում է ճիպոտահարել Միքայել Սրբազանի այլախոսներին լուրջ, բազմաֆունկցիոնալ Բաբայանին հիմա արդեն օգտագործում են եկեղեցու դեմ, չեմ կարծում, որ դա կփոխի վերաբերմունքը իր հանդեպ հայ-թատերական աշխարհում, փառատոնը, արտասահման գնալա, դե Սորոսա, բյուջեա, բանա, դրանք կարևոր բաներ են, երբեմն հավատքից ավելի կարևոր։ Այո, ցավոք սրտի, այո, բայց գիտեք, ես միևնույնն է, մնում եմ անուղելի լավատես, այս ճիպոտահարելու կոչ անողների պատասխան տալու անպայմանորեն գալու է եւ ես դաժան մարդ չեմ, բայց գերագույն հաճույքով եմ ըմբոշխնելու դատարանում հայկական Նյուրնբերգում սա էլ է նստելու անպայման, որովհետև մինչ այս կատարված բոլոր հանցագործությունները արդարացրել է, ոչ միայն արդարացրել է, այլև գովազդել է, այլև հիմա կոչ է անում ճիպոտահարել Միքայել Սրբազանին, մարդկանց է վիրավորել, ես կրկնում եմ, գալու է հայկական Նյուրնբերգի ժամանակը եւ սրանք բոլորը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, որտեղ մենք ամեն ինչ պիտի անենք, որ փողոցում սրա եւ սրա նմանների հետ հաշվեհարդարներ չտեսնեն։ Մեր երկրում այլևս դագաղների շուրջպար չի պիտի լինի։ Մեր երկրում այլևս փողոցներում սամասուդներ չի պիտի լինի։ Սրանք բոլորը դատապարտվելու են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով եւ իրան չի փրկելու անգամ, սրա հետույքը չի փրկելու անգամ իր Սորոսը, որի գրասենյակները ես հույս ունեմ շատ մոտ ապագայում Հայաստանում փակվելու են, բայց ես